Գոյ թատրոնի գոյաբանական պայքարի էպոպեան մեկ տարի չի ավարտվում։ Թատրոնի փակումից հետո էլ կրքերը չեն հանդարտվում։ Գոյի կառավարման խորհրդի նախագահն է ահազանգում, ոչնչացնում ու ջնջում են իրենց պատմությունը։ Նախ փակեցին թատրոնը, հիմա էլ ապամոնտաժում են հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։ Արզումանյանը խնդրի վերաբերյալ բաց նամակով դիմել է մշակույթի նախարարին, պահանջել դադարեցնել թատրոնի վերացման ուղղված քայլերը։ 120 տեղ նստարանների հետ դեպի sense ամֆիթատրոն կոչվածը զրոյացվել է դեպի գետին։ Այն սկզբից ինչը որ մենք ասում էինք, բարձրաձայնում էինք, ահազանգում էինք, որ ասում էինք գոյի թատրոնը վերացնում են, biz ասում էինք չէ, միացնում ենք։ Բայց այսօր տեսեք շատ կոնկրետ հայտարարություն անում Վարդան Մկրտչյանը գոյի թատրոն չկա։ Սունդուկյան թատրոնի տնօրեն Մկրտչյանը սակայն նկատում է, իրականացվող աշխատանքները ուրիշի տարածքում չեն, տարածքն ի սկզբանե իրենց է պատկանել։ Հիմա այն կառավարության որոշմամբ վերադարձրել են մայր թատրոնին։ Այդտեղ վերանորոգման աշխատանքներ են նախատեսում։ Սունդուկյան թատրոնում պարբերաբար ոչ միայն այդտեղ վերանորոգման աշխատանքներ ընթանում են եւ ընթանալու են։ Ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Տարածքի իր տրամաբանությունը չի փոխելու։ Մենք աշխատանքներ անում եւ տանում ենք մեր տարածքում։ Մենք մեր տարածքից դուրս ուրիշի տարածքում աշխատանք չենք անում։ Արզումանյանը մշակույթի նախարարության այս գործելավոճը գոյ թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրություն է որակում։ Նկատում, քանի դեռ գործը գտնվում է դատարանում եւ այն իրավական վերջնական լուծում չի ստացել, ոչ ոք իրավունք չունի կանխակալ վերաբերմունքով եւ ապօրինի գործողությամբ ոչնչացնել թատրոնը։ Պարզապես մարդիկ չեն սպասում, իրանք իրանց գործն են անում, քանդում են, ավիրում են, չեն սպասում դատարանի որոշմանը։ Գործը փակված չի, փաստացի գործը փակված չի ինքը, բայց իրենք իրենց լիազորություններ են տվել, որ ինչ ուզեն անեն։ Ում հետ ասես խոսեցինք, բայց ոչ ոք ոչ մի դրական լուծում կամ արձագանք չտվեց, սկսած նախարարությունից, կառավարությունից։ Եթե գոյ թատրոնը գոյություն չունի, ապա ինչու են այդքան հետևողականորեն ջնջում թատրոնի պատմության հետագիծը։ Հարցնում է Արզումանյանը։ Հիշեցնում, գոյը պայքարելու է վերադառնալու ու կերտելու իր պատմական հաղթանակը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։